Ողջույն, երկու օր է խորհրդանում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականը։ Սա ավելի շատ իհարկե չկատարողական է, բայց ինչպես որ սրանց պարագայում հաճախ է լինում, տապալումներով հպարտ են, ու դա իրենց համար փայլուն հաղթանակ է։ Ծրագիրը տապալվել է նախաբանից սկսած, ոչ թե ինչ որ բան չեն հասցրել անել, այլ առաջին տողից ձախ հողելով գնացել են։ Հենց նախաբանում գրված է. Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը շարունակում են մնալ առաջնային։ Իրականում ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը խախտված են, Ղարաբաղն էլ տվել են։ Դա էր արդարացի լուծում ըստ Նիկոլի։ Եթե ինչ արել եք Արցախի հետ արդարացի էր, այդ դեպքում որ պետության ու ժողովրդի անունից եք հանդես գալիս, որովհետև Ղարաբաղի հարցը արդարացի է լուծված միայն թուրքերի տեսանկյունից։ Ինքնիշխանության մասին խոստում գրելուց հետո էլ թշնամին օկուպացրել է մեր տարածքները, Սև լճից մինչև Ջերմուկ ու ներքին Հանդ։ Հաջորդիվ գրել են. օրենքի եւ իրավունքի փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատում։ Տեսնես ում բառապաշարից է բացակայում հարգանքը, ում խոսքն է լեցուն ատելությամբ, նվաստացնող խոսքով։ Այդ մարդը Հայաստանում ատելության սիմվոլն է դարձել։ Խոսքը եւ իր բառապաշարի մասին է, եւ իր նկատմամբ հանրային տրամադրությունների։ Գրել են. Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացվում է Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակը կզբաղվի մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով։ 5 տարի առաջ են սա գրել։ Հիմա եկել է հաշիվ տալու պահը։ Պետական սահմանին սահմանապահ զորքեր են հիմա կանգնած։ 2022 թվականից ի վեր սահմանապահ զորքերի ծավալ չի ավելացել մեր երկրում, բացիկ իրանցից։ Այսինքն, սա էլ է տապալվել։ Այդ ծրագրում գրել են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի մասին, հապկում ակտիվ ներգրավման մասին։ Այսօր Հայաստանը ոչ միայն սառեցրել է իր մասնակցությունը հապկում, այլև անընդհատ հայտարարում է այնտեղից դուրս գալու մտադրության մասին։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքից ինչ է մնացել։ Արդեն ուղիղ առճակատման են գնում, երկրում անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ այլ առումներով խոստանալով անխուսափելի քաոս։ Ամեն օր հայկական բիզնեսը սպասում է, թե երբ են սկսելու իրենց արգելափակել։ Ժորժ ջան, կառավարության ծրագիրը տապալել են նախաբանից սկսած, կրկնում եմ։ Ապա շրջափակում են խոստացել։ Ինչ, բերել են։ Հայ-ադրբեջանական սահմանը փակ չէ, իսկ հայ-թուրքական սահմանը դա էլ է փակ, չէ։ Այսինքն կատարողականը այստեղ եւս 0 է։ Դե ասում է թրիփը կբացվի, գործընթացն արագանում է։ Էլի հեքիաթ է։ Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմը թաղեց այդ Թրամփի ուղին։ Դա օրակարգից թռել է դուրս։ Բայց իրենց ծրագրում ապաշրջափակման մասին մի աբսուրդ էլ կա։ Գրել են. ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին։ Պատկերացնում եք, մեր բոլոր կենսական շահերը զիջել են, Արցախը հանձնել են, բայց ապաշրջափակումն էլ չկա։ Կամ այդ թրիփով ում կենսական շահերն են զիջվում, չլինի Բաքվի կամ Միացյալ Նահանգների։ Իհարկե մեր։ Ժորժ ջան, սա ինձնից չեմ հորինում։ Գրել են իրենց ծրագրի հենց սկզբում։ Գրել են Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման մասին։ Դա ինքն իրեն էր լինելու։ Չկա օր, որ հայտնի չդառնա Արցախում հուշարձանի քանդման մասին։ 5000 հուշարձան կար։ Մի 1000-ի քանդման մասին արդեն գրել ենք։ Սրանցից որևէ խոսք, որևէ բողոք լսել եք այդ ուղղությամբ։ Ծրագրում գրել են Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սա բազմից ենք մեջ բերել։ Մինսկի խմբի ակտիվացում խոստացողը Մինսկի խմբի լուծարման դիմում է ներկայացրել։ Համ թաղեցին ինքնորոշման իրավունքը, համ Մինսկի խումբը։
ու երես էլ ունեն, գալիս են ազգային ժողովից ու փիլիսոփայում են։ Սրա մասին ոչ մի խոսք։ Մի քանի օր առաջ ինչ էր ասում դա Մոսկվայում։ Մենք ճանաչեցինք Արցախ-Ադրբեջանի կազմում, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց։ Ինչ են գրել կառավարության ծրագրում։ Գրել են. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Արցախի անվտանգության երաշխավորը չի եղել Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է երբևէ եղել ՀԱՊԿ-ը, երբեք չի եղել։ Դուք գրել եք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, ու թիկունքից խփել եք։ Գրել են, կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչնդոտ գործունեության համար։ Ինչն է դարձել խոչնդոտ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների անխոչնդոտ ու անխափան գործունեության։ Գիտեք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը իր պրահայի թղթով։ Այս սաղ թողել են մի կողմ, խորհրդարանի ամբիոնից խոսում են ասֆալտի մասին, մի հատ լուկի կապարիչ են փոխում, համ կառավարությունում են հայտարարում, համ խորհրդարանում են հայտարարում, համ էլ գովազդներ են սարքել, դրել են քաղաքի ստոլբեկին։ Կառավարության ծրագրի մյուս էջերին չեմ անդրադառնում, ժողովուրդ։ Այս բոլորը դեռ նախաբանից սկսած ու առաջին մասից սկսած, որը կատարելը իդեպ ամենահեշտն էր, այդ բոլորը ձախողել են։ Ու ինչից եք խոսում։ Կարճ ասած, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագիրը այսօր արդեն քրեական գործի հատոր է, որտեղ ամրագրված են այն բոլոր կետերը, որոնցով այս իշխանությունը խաբել է ժողովրդին։ Կամ մեկ դրույթ, որը իրենք իրագործել են անխափան պետության հետևողական քանդումը, բայց սա էլ ծրագրում չէին գրել։ Այս փաստաթուղթը պետք է լիներ պետության զարգացման ուղենիշ, բայց դարձել է քաղաքական խաբեության, տոտալ տապալման ապացույց։ Սա համազգային աղետի ծրագիր է, բայց քանի որ այս չկատարողականի հեղինակները անպատիժ են եւ շարունակում են հպարտանալ իրենց ձախողումներով, մեր երկրում 100%-ով իրագործվող միակ կետը մնալու է հայրենիքի անվերջանալի հանձնումը։ ՔՊ-ն ունի եւս մեկ համազգային աղետի ծրագիր, եթե ընտրվի։ Իդեպ, ես այս ծրագրից խոսելիս մի քանի անգամ ասացի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր։ Կարծում եմ, սխալ թույլտվեցի։ Այս կառավարությունը ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետության